մարդ բերել արտահայտությունը բնորոշ է նախկին իշխանական ռեժիմին։ Ես կարծում եմ, որ 2018-ից հետո քաղաքացին բերվելու խնդիր չունի։ Այո, ես չեմ ժխտում եւ եղել են մեր աջակիցները տարբեր համայնքներից, ինչը բնականon է։ Այո, եղել են մարդիկ նաև պետական կառույցներից, եթե մեր նախընտրական ցուցակը նայեք, կան անհատներ, որոնք տարբեր պետական կառույցներ են ղեկավարում եւ բարձր որ իրենց կոլեկտիվից կունենան 1-2 աջակիցներ։ Բայց ես ուզում եմ որպես հմուտ լրագրողներ, իսկ ներկաները բոլորն էլ հմուտ լրագրողներն են, ես առաջարկում եմ դիտել կադրերը։ Այն դեպքում, երբ մարդիկ հարկադրված գալիս են միտինգների, նրանք այդ այսպես ասած դրամատրությունը կամ էմոցիան կամ վայբը չունեն։ Իսկ ես որպես մարդ, ով խոսել է բեմից, այդ դրամատրությունը զգացել եմ։ Գիտեք, կարծում եմ արդեն վաղուց անցյալում է այն ժամանակը, երբ մարդուն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն կարելի է ինչ-որ բանում հարկադրել կամ պարտադրել։ Այդպես որոշեցին խմբավորվեն հասնեն Գյումրի, հա, տարբեր տեղերից շատ էին էլ եւ այնպես չի որ 1-2։ Տեսեք, մենք ունենք կուսակցական համայնքի ղեկավարներ, որոնք բնականաբար վարչական ղեկավարներ են նշանակում շատ դեպքերում էլի կուսակցության անդամներին։ Ինչն է այստեղ զարմանալու։ Ավելին ասեմ, օրինակ ես այս պահին գիտեք Երևանում եմ բնակվում, բայց շուրջ 15 օր արձակուրդում եմ եւ այստեղ եմ։ Կարող եք ասեք, որ գործուղվել էի այստեղ, որտեղ գրանցումս Գյումրիում է, ընտանիքս ապրում է Գյումրիում, այնպես որ այնտեղ մարդիկ կային, ում նշվել են, բայց վերջին օրերին իրենք այս կամ այն կերպ եղել են Գյումրիում եւ օրինակ ներգրավված են եղել PR աշխատանքներում, քարոզչական աշխատանքներում, ինչը նորմալ է, բնականon է։